Դուք գիտեք իմ տեսակետը, ես շատ դեմ եմ վրացամոլներին, Տիգրան Խզմալյանին ես միշտ սատարել եմ, ես իրա իդեալոգյան երևի 99%-ով կիսում եմ, բայց այդ մի տոկոսը են էր, որ ինքը վրացամետություն էր ցույց տալիս, դրա պատճառով ես հետ կանգնեցի, այդ մի բանն է, որ ես չեմ կարողանում, Իմ համար շատ կարևոր է, որ հայերը միշտ իրանց դիրքը պահած լինեն, պրոստը ասել, որ գիտեք ինչ, իրանք ռուսների դեմ են վրացիները, դրա համար եկեք մենք կուլ տանք իրանց վատ վերաբերմունքը հայերի նկատմամբ, ես համարում եմ շատ սխալ, ես համարում եմ, որ եթե դու քո դիրքը չես դրել, այ դրա համար իրանք ճանապարհը փակեցին մեր համար վրացիները, ու բացեցին ճանապարհը ջիհադիստներին ու Իսրայելից զենքի համար, այ դրա համար, որ մենք մեր դիրքը չէինք դրել, իրանք մտածեցին, որ հայերի հետ կարելի է տենց վարվել, իսկ Տիգրան Խզմալյանը բավականին վրացամետ էր ու միշտ վրացիների կողմից էր, միշտ իրանց սատարում էր, միշտ իրանց օգնում էր, միշտ իրանց մասին լավ էր գրում, ես համարում եմ դա կարելի է անել միայն նավզայիմնի խասնավանիխ, եթե նրանք էլ նույնը անեին, բայց եթե դա միակողմանի է ու մենակ մենք ենք սատարում, լավ խոսում, իսկ իրանք հակառակը ամեն բառով, ամեն վիդեոյով, ամեն ստատուսով մեզ անպատվում են, մեզ ձեռ են առնում, մեծամիտ ձևով են մեզ վերաբերվում, ես համարում եմ դա սխալ է, ես համարում եմ դրա պատճառով իրանք փակեցին ճանապարհը անգամ մեր շտապ օգնության մեքենաների համար և բերեցին մեր դեմ զենք ու նայոմնիկներ, եթե մենք մեր դիրքը դրեինք, եթե մենք ցույց տանք, որ մեր հետ չի կարելի տենց վատ վերաբերվել, իրանք դա չէին արի մեր նկատմամբ, բայց այդ մի պատճառն էր, որ ինձ ստիպեց ես արդեն հետ քաշվեմ ու տենց չսատարեմ, չնայած ես էլի սատարում եմ Տիգրան Խզմալյանին, որովհետև ես համարում եմ ինքը շատ կարևոր ու շատ գրագետ աշխատանք է անում, իսկ այն մարդիկ, որ ասում են ինքը Կրեմլից աշխատակիցն է, ժողովուրդ ջան, ուղղակի հավատացեք ինձ, էլ չգիտեմ ոնց ձեզ բացատրեմ, բայց դա սուտ է ու սխալ է, չկա տենց բան, բայց ինչ եմ ուզում ցույց տամ, մի հատ նայեք այս նախադասությանը, 12 июня 2024 года Хазмаляна не впустили на территорию Грузии без объяснения причин. Հասկացաք ժողովուրդ։ Խզմալյանը վրացամետ է եղել։ Ինքը միշտ խոսել է մենակ լավը, մենակ պոզիտիվն է խոսել։ Ոչ մի անգամ չի անպատվել հակառակը։ Իրա վրացամետության պատճառով ես եմ հետ քաշվել իրանից։ Ի վդրուկ տեսնում եք ինչ են արել իրա գլխին։ Չեն էլ բացատրել ինչի համար է։ Երևի Ռուսաստանը, то есть երևի չէ 100% Ռուսաստանն է ստիպել Վրաստանին տենց վարվել, որովհետև արդեն Վրաստանը պարկել է ռուսների տակ, ոնց որ իրանք միշտ ուժեղի կողմն են վազում ու վրացամետ մարդուն առանց բացատրելու չեն թողել իրանց երկիր։ Տեսնում եք ինչ կռիս են, ինչ թարախ են իրանք ոնց են վերաբերվում վրացամետ հայերին անգամ, որից ես հեռացել եմ իր իդեալոգիայից այդ պատճառով, տեսնում եք ոնց է, այ ես էլ չգիտեմ ինչ ձև ձեզ բացատրեմ այդ ազգի, այսեն ստոր ու լիցիմերնի լինելը, վրացամետ մարդուն դեմ են կանգնելու չեն թողել, երբ որ ինչ կրկնեմ, ասածս ասեցի, պրոստը ձեզ ցույց եմ տալիս ժողովուրդ, որ էս են իրանք, դուք իզուր եք իրանց վրա հույս դնում, դուք պետքա ձեր դիրքը դնեք, ոչ մեկի վրա հույս մի դրեք, ձեր դիրքը դրեք, մի թույլ տվեք ձեզ վատ վերաբերվեն, որովհետև այս սենց են անելու, ճանապարհներ են փակելու,
իրանք սպասում են մի բան լինի, ճանապարհը փակեն, որովհետև ինչի, որտև գիտեն հայերը սուս կմնան, ձեն չեն հանի, ոչ կգնան դեսպանատան մոտ, միտինգ կանեն, ոչ Եվրոսոյուզ կդիմեն, ոչ դիասպորան իր մոտ կգրի կխոսա թերթերում, ոչ մի բան, հասկանում եք, սուս ու փուս, մեկը, հələ մի հատ էլ կգնաք Թիֆլիսում կհանգստանաք կամ Ծովում, կամ Բաթումում մանավանդ, որտեղ թուրքերն են, հետո կբողոքեք, որ սաղ թուրքեր էին, Բաթումը սաղ թուրքեր, բայց գուցե դուք դրա համար եք գնում, դուք շատ լավ գիտեք, որ սաղ Բաթումը թուրք է, առանց ամաչելու են նկարվում եք Նինոյի ու Ալիի արձանի մոտ ուրախացած, Ալի ժողովուրդ թուրք, ադրբեջանցի Ալիի արձանի մոտ ուրախ նկարվում եք, հետո էլ գնում եք ասում եք եռաբլուշ,